Վարորդական իրավունքի ձեռքբերման հարցում կոռուպցիոն ռիսկերն իսպառ վերացնելու համար ոստիկանապետը որոշել է եւ նաեւ այսօր կառավարության նիստում հաստատվել է վարորդներից այլևս չպահանջել բժշկական տեղեկանք։ Հաջորդ բարեփոխումը վարորդական իրավունք ստանալու դասընթացներին է վերաբերում, որը եւս կբացառվի։ Տեղեկանքները ուսումնառությունն անցնելու կապակցությամբ հաճախ ֆիկտիվ ձևական բնույթ են կրել եւ մարդը նույնիսկ մեքենա վարել չի կարողացել։ Էլ չեմ խոսում ճանապարհային երթևեկության կանոնների մասին։ Ընթացակարգն այնքան է պարզեցվել, որ վարել իմացողի երթևեկության կանոններին ծանոթ վարորդները կարող են քննություն հանձնել այն էլ իրենց նախընտրած մեքենայով։ Քննության ընթացքում ներկա կլինի վարորդի վստահված անձը, իբրև վկա, եւ նույն օրն արդեն հաշված ժամերի ընթացքում կարող է ստանալ վարորդական իրավունք։ Ալիկ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանի հետ իր հարաբերություններին։ Մամլում լուրեր էին շրջանառվում, որ Ներսես Նազարյանը ձգտում է ոստիկանապետի պաշտոնին։ Շատ թեկտածուներ կան այս պաշտոնի համար, հավակնողներ, որոնք ինչ-որ չգիտեմ, հույսեր են փայփայում, երազում են, մտածում են, բայց ես դրան շատ նորմալ են վերաբերում, ավելին հիմա հումորով են վերաբերում։ Ցանկացած ոստիկան այսօր համակարգում աշխատող կերազեր մի օր դառնալ ոստիկանության պետ։ Ցանկացած ոստիկան։ Մանավանդ այսօր մեր ժամանակներում, կոմունիստական ժամանակներում ոչ մեկ չէր երազի, եթե չունենար ռայկոմի քարտուղար քեռի։ Վերջում Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ոստիկանապետի պաշտոնը անձերով չի որոշվում, այլ նշանակովի է։ Հանրապետության ոստիկանապետ նշանակում է Սերժ Սարգսյանը։ Նարինե Էրիցյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։